Ես գոնե կարող եմ ասել, ինձ համար կարևոր է, ես կարող եմ ոսկեպարից հեռանալ այն համոզմունքով, որ ինչ որ մենք իրար հետ պայմանավորվել ենք ամեն ինչ տեղի ունեցել։ Հաստատ, եթե տենց է ոսկեպարցիները թող արտահայտեն իրանք վերաբերմունքը։ Սա ամենամեծ արդյունքն է, եւ հետեւաբար, ինչ էլ կասեն, ես ձեզ խնդրում եմ, առնվազն ոսկեպարում դուք ոչ մի բան ուրիշից չեք, դուք հնարավորություն եք ունեցել բոլոր հարցերը ինձ տալու, բոլոր պատասխանները ստանալու, ընդ որում ես հատուկ չեմ թողել, որ լրագրողները լինեն ներսը, որ ես ձեր ուղիղ հարցերին ուղիղ պատասխաններ տամ, առանց սեթևեթելու, որովհետև ես ձեզնից ոչ մի գաղտնիք չունեմ, ես ձեզնից ոչ մի գաղտնիք չունեմ, եւ մենք իրար հետ այս արդյունքին պետքա տեր կանգնենք, եւ սահմանազատումից հետո ոսկեպարի եկեղեցին արդյունքում ոչ միայն չի հանձնվել, այլև ոսկեպարի եկեղեցում վերականգնման պետական բյուջեի միջոցներով աշխատանքներ են արվել, այսօր 60 տունակառուցում 21 միլիոնի ծրագրով, 50-ից ավել լավ տուն է կառուցվում, Գիրանցում էլի 50-ից ավել տուն էլ Գիրանցում է կառուցվում, Գիրանցի եկեղեցին, որ 100 տարի չէր գործում, մի ամիս առաջ օծել ենք, դպրոցը ալնելու, մանկապարտեզը ալնելու, ճանապարհը ալնելու եւ կյանք ալնելու, կյանքը վերադարձել է ոսկեպար եւ կյանքը ոսկեպարից այլևս երբեք չի հեռանալու, սրա մասին է մեր այսօրվա հանդիպումը։